Վարչապետի հովանու ներքո դպրոցականների վոլեյբոլի լիգա մարզական խաղերի եզրափակիչ փուլ անցած մասնակիցներն են։ Խաղից առաջ նախավարժանք են անում, ոգևորում միմյանց։ Ով է լավը, մենք, ով է հաղթել, մենք։ Այս տարի առաջին անգամ անցկացվող վոլեյբոլի լիգան 3 փուլով էր՝ համայնքային, մարզային եւ եզրափակիչ։ 2 տարիքային խմբերի 6-ից 7-րդ եւ 8-ից 9-րդ դասարանների միջև։ Շատ ուրախ եմ, որ հենց առաջին անգամ անցկացնելով շատ մեծ հետաքրքրություն կա։ Ինքս ներկա եմ եղել որոշ խաղերի, միջև եզրափակիչը, եւ տեսել եմ, որ շատ լարված եւ իրոք որակյալ պայքար է գնում թիմերի մեջ, եւ այսօր կորոշվի, թե ով է ուժեղագույնը։ Պայքարը նաև Երևանի համար 177 հիմնական եւ Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցների միջև էր։ Թիմերը կազմված էին 9 մասնակցից։ Երեխաները միշտ պատրաստ են մրցաշարերին մասնակցելու։ Մենք ունենք լավագույն ավանդույթները, մեր դպրոցը միշտ բոլոր մրցաշարերին մասնակցում է եւ այդ իսկ պատճառով մենք պատրաստ ենք այս մրցումներին, երկար ճանապարհ ենք անցել եւ մեծ սիրով մասնակցում ենք այս մրցաշարին։ Մասնակցել ենք տարածքային փուլից։ Տարածքային փուլում Արտաշատի գրավել ենք առաջի տեղը, որից հետո դարձել ենք Արարատի մարզի չեմպիոն։ Հանդիպումները անցկացվում էին Երևանի սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում։ Ամբողջ խաղի ընթացքում թիմերին նաև երկրպագուների աջակցություններ ուղեկցում։ Դինամիկ պայքարում Երևանի համար 177 հիմնական դպրոցը միանգամից 2 անվանակարգում հաղթող ճանաչվեց։ Զբաղեցինք պատմավոր առաջին հորիզոնականը։ Շատ դժվար եւ երկար պարապմունքներ ենք ունեցել եւ վերջապես հասել ենք այս հաղթանակին։ Սկզբից մարտական էինք տրամադրված, ուզում էինք հաղթել, քանի որ պատճառներ կար դպրոցին օգնելու համար։ Հաղթողներին պարգևատրեցին վարչապետը ու կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարը։ Համար մարզական գույն գնելու նպատակով։ Այսօրվա մրցաշարը նախ իր մթնոլորտով, ներկաների էմոցիաներով եւ նաեւ երեխաների խաղի մակարդակով ցույց տվեց, որ այնուամենայնիվ շատ ճիշտ որոշում է կայացվել եւ ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս ողջ ընթացքում չեն հիշել, չեն մոռացել վոլեյբոլի մասին, մինչեւ կառավարությունը կհիշե վոլեյբոլի մասին եւ մենք հիշել ենք վոլեյբոլի մասին եւ կարծում եմ հիմա ընդհանրապես սա նույնպես տրանսֆորմացիայի մի գործընթաց է։ Ես ուզում եմ հիշեցնել, թե որտեղից է սկսել վարչապետի գավաթի գաղափարը, իդեան եւ ուր է հասել։ Իհարկե, եւ ես կարծում եմ, որ մենք հիմա հասել ենք այն կետին, որը ի սկզբանե գաղափարաբանական հայեցակարգային առումով ուզում ենք։ Հիմա վարչապետի գավաթը եւ 2 լիգաները բացառապես դպրոցականների մակարդակով են իրականացվում։ Հաղթող դպրոցներին գումարը տրամադրվում է մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույք ձեռք բերելու նպատակով։ Վարչապետը եւս իր ելույթում նկատեց 300 դպրոցի կառուցման ծրագրով կառավարությունը կառուցվող դպրոցներին հատկացնում է վոլեյբոլի համար անհրաժեշտ գույք, կահավորում մարզադահլիճներ։ Անխուսափելիորեն մրցաշարում կան հաղթողներ եւ կամ պարտվողներ, ընդ որում փոփոխական է, նրանք ովքեր 3-րդ եւ 2-րդ հորիզոնականում են, նրանք եւ հաղթել են եւ նաեւ պարտվել են, բայց ես ուզում եմ նաեւ, որովհետեւ երեխաները հասկանալի է շատ էմոցիոնալ են տանում, ուզում եմ մենք մի բան արձանագրենք, որ հաղթանակն էլ է ռեսուրս, պարտությունն էլ է ռեսուրս եւ շատ կարեւոր է, թե ինչպես է այդ ռեսուրսը օգտագործում։ Հնարավոր է հաղթանակը մսխել եւ հաղթանակը տրանսֆորմացնել, դարձնել փորձանք ինքդ քեզ համար եւ հակառակը կարելի է ճիշտ օգտագործել հաղթանակը եւ նույնն էլ պարտությունը կարելի է պարտությունը դարձնել փորձանք ինքդ քեզ համար եւ կարելի է ընդհակառակը պարտությունը որպես ռեսուրս օգտագործել այնպես, որ ինքը բոլորովին այլ անսպասելի տեղեր հասցնի եւ ինքը արդյունքում դառնա հաղթանակ։ 6-ից 7-րդ դասարանցիների պայքարում երկրորդ տեղը գրավեց Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցը, երրորդ տեղում էր Գեղարքունիքի մարզի Լուսակունքի միջնակարգ դպրոցը։ 8-ից 9-րդ դասարանցիների պայքարում երկրորդ տեղը գրավեց Արարատի մարզի Նորաշենի միջնակարգ դպրոցը, երրորդ տեղում էր Արմավիրի մարզի Արազափի միջնակարգ դպրոցը։ Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղ գրաված դպրոցը պարգևատրվեց 4 միլիոն դրամով, երկրորդ տեղը 2.5 միլիոն դրամով, երրորդ տեղը
1.5 միլիոն դրամով։ Դպրոցի ուսուցիչները առաջին տեղ 700,000 դրամ, երկրորդ տեղ 500,000 եւ երրորդ տեղ 300,000 դրամ։ Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները յուրաքանչյուր տարիքային խմբում պարգևատրվեցին դրամական մրցանակներով։ Առաջին տեղ 9 աշակերտ 150,000 դրամ, երկրորդ տեղ 100,000 եւ երրորդ տեղ 75,000 դրամ։ Լիանա Խաչատուրյան, Մերի Խաչատրյան, Հովանես Քյոսեյան, լուրեր։